Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների համար նախատեսված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Նոր համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում տեսաձայնագրել ինչպես քննական ավտոմեքենայի սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը, ապահովելով քննության ընթացքի բազմակողմանի վերահսկողություն, թափանցիկություն եւ օբյեկտիվություն։ Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։ Նոր կարգավորմամբ հաստատվել է համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, դրանց ներկայացման, քննարկման եւ էլեկտրոնային հայտերի վարման կարգը։ Սահմանվել է նաեւ դիմումը անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններին հարցումներ ուղարկելու, եզրակացություններ եւ ծանոթություններ ստանալու մեխանիզմներն ու ժամկետները։ 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,2%-ով։ Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 0,5%-ով, պահպանելով դրական, սակայն համեմատաբար զուսպ դինամիկա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշում է, որ արդյունաբերության աճը պայմանավորված է մի շարք երկրներում վերամշակող արդյունաբերության ակտիվությամբ, ինչպես նաև հումքային ոլորտում արտադրության եւ արտահանման ծավալների ավելացմամբ։ Հայաստանը 15 տարով $150 միլիոն վարկ է վերցնում։ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքվող համաձայնագիրը նախատեսված է բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար։ Կառավարության մշակած 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվող վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է շուրջ $675 միլիոն։ Այդ համատեքստում ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկից $150 միլիոն բյուջետային աջակցության վարկի ներգրավումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ունեցած իր ելույթի ընթացքում քննադատել է կանաչ էներգիայի աղբյուրները, դրանք անվանելով տնտեսապես ոչ շահավետ։ Սա կոչվում է կանաչ խաբեություն։ Սա խաբեության ամենալուրջ դեպքն է պատմության մեջ, հայտարարել է նա։ Թրամփի կարծիքով էներգետիկան պետք է օգնի գումար վաստակել, մինչդեռ կանաչ էներգետիկան նրա խոսքով հակառակը հանգեցնում է նրան, որ գումար ենք կորցնում։ Աշխարհի 24 երկրներից գրեթե 400 միլիոնատերեր եւ միլիարդատերեր կոչ են անում համաշխարհային առաջնորդներին բարձրացնել հարուստների հարկերը։ Նամակի հեղինակները կոչ են անում փակել խորացող անդունդը հարուստների եւ հասարակության միջև։ Բաց նամակը հրապարակվել է Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի օրերին։ Այն ստորագրել են մի շարք հայտնի անձինք, այդ թվում դերասան եւ ռեժիսոր Մարկ Ռուֆալոն, երաժիշտ Բրայան Էնոն, ինչպես նաեւ կինոպրոդյուսեր եւ բարերար Աբիգեյլ Դիսնեյը։ Դոլարը շարունակում է պահպանել առաջատար դիրքը միջազգային հաշվարկներում, չնայած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ պայմանավորված անորոշությանը։ SWIFT հաշվարկային համակարգի տվյալներով դեկտեմբերին ամերիկյան արժույթի բաժինը միջազգային հաշվարկներում աճել է մինչև 50.5%։ Սա առավելագույն ցուցանիշն է 2023 թվականից ի վեր։ Նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 46.8%։ 2025 թվականին Վրաստանի կառավարությունը հավաքագրել է նախատեսվածից $17 միլիոն ավելի հարկ։ Բյուջեով նախատեսված 21 տրիլիոն 940 միլիարդ լարի փոխարեն երկրի գլխավոր գանձապետարանի տվյալների համաձայն հավաքագրվել է 21 տրիլիոն 957 միլիարդ 477 միլիոն լարի։ Կոռուպցիոն երևույթները եղել են, կան ու երևի թե կլինեն, բայց պայքարել դրանց դեմ պետք է ցանկացած պարագայում։ Այս անգամ հերթը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված նախագծինն է։ Պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունը, որում մասնակցության եւ կամ պայմանագրի հիման վրա
պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններիս մասին հանրագումարային եղանակով միասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Ենթադրենք պաշտոնյայի հետ փոխկապակցված անձը արդեն մասնակցել է գնումների գործընթացին, հետո նոր միայն պարզվել է, որ օրենքի խախտում է տեղի ունեցել։ Այս դեպքում պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։ Սա ինքնին նշանակում է, որ գնումը տապալվում է, բայց պետությունն արդեն այս գործընթացի վրա ծախսում է ռեսուրս եւ ժամանակ։ Մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորիս անունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Մենք կերաշխավորենք, որ այն ինչ որ դուք նկարագրեցիք, այդ ամեն ինչը արկա տվյալների համադրությամբ ամեն ինչ կանենք, որ ինքնաշխատ ձևով այս ամեն ինչը աշխատի։ Նախագիծը նաև հակասություն է առաջացնում, եթե այն ուժի մեջ մտնի, օֆշորային ընկերությունները չեն կարողանա մասնակցել գնումների գործընթացին, քանի որ բաժնետերերը բացահայտված չեն իրենց իրավական կարգավիճակով, բայց եթե օֆշորային ընկերությունները իրավունք ստանան մասնակցելու գնման գործընթացին, կստացվի, որ օրենքը շրջանցված է եւ չի գործում։ Մենք ունենք բնական մենաշնորհ կազմակերպություններ, որոնց սեփականատերերը օֆշորային են։ Ուզում ասեմ, ներցել չանենք, որ չկարողանանք ենթադրենք կոմունալ ծառայություններ գնել որպես պետություն, էլի դրա ալտերնատիվ ստեղծելը բավականին բարդ է լինելու։ Ուզում ասեմ, բայց ամեն դեպքում պիտի քննարկենք այս հարցերը ինչ որ փուլում ազգային ժողովում այդ թվում։ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ երկրորդ միջազգային օդանավակայանը։ Կառավարությունն առաջարկում է Կապանի Սյունիք օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացնել ու պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները, որն այս դեպքում կորպորասիոն Ամերիկան է, պարտավորվում է իրականացնել $425 միլիոն չափով կապիտալ ներդրումներ։ Լրացման նախագծով վերահաստատվում է, որ թե օդանավակայանի ենթակառուցվածքը եւ թե շահագործումը ողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին։ Որոշման նախագծով նախատեսվում է 1 ամսյա ժամկետում ստորագրել Հայաստանյան կառավարության եւ կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը։ Կառավարության նիստի օրակարգային մյուս հարցով հաստատվեց ուսուցիչների կամավորատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը։ Կարգով նախատեսված փոփոխություններով ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշչի համաձայն կարող են նաեւ վարել խմբակներ, ունենալ նախագծային աշխատանքներ։ «2025 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում կազմել է 2000։ Երևանում իրականացվել է առուվաճառքի 1505 գործարք, որը կազմում է գործարքների 75.3%-ը։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։